Ինչ է թուղթուգիրը։ Ժողովրդական հավատալիքներ ավելի շատ, բայց եթե հոգևոր իմաստով ունենք, կախարդություն կամ գուշակություն։ Հնում մարդիկ, երբ որ չէին պատկերացնում որոշակի հիվանդություններ, իրադարձություններ, փորձում էին աներևակայել, անտեսն ինչ որ ուժերի վերագրել այդ ամեն ինչը եւ ասել, որ նրանց միջոցով է այդ ամենը եղել։ Կարճ ասած, կախարդությամբ որևէ մեկին ցավ պատճառել, դժբախտություն պատճառել կամ փորձել զգուշանալ վերահաս վտանգներից։ Ինչ են անում մարդիկ, թղթի վրա վերցնում էին, ինչ որ տողեր էին գրում կամ բառեր էին գրում, տալիս են այդ մարդուն, իրենց տաններ դնում կամ հողի մեջ էին թաղում, որպեսզի այդ ուժի միջոցով, որ իրենց համար մարդկային մեր հասկացողության համար անհասկանալի էր, այդ երևույթները չքանան կամ վերանան։ Կամ օրինակ, եթե մեկն ուզում էր, որ որևէ մեկ իրեն սիրի, գնում են նման մարդու մոտ, որպեսզի ինչ որ բան գրի, որ տղայի սիրտը կարողանա շահի կամ աղջկա սիրտը շահի կամ գործերին հաջողություններ բերի։ Բայց իրականում ինքը դա կախարդություն է եւ Հովան Ոսկեբերան, մեր հայրապետներից մեկը, ասում է, որ աշխարհը վհուկների, կախարդների, թուղթուգիրանողների պատճառով սատանայի իշխանության տակ դրվեց եւ շատ շատերը մոլորության մեջ հայտնվեցին։ Հովան Մանդակունին ասում է, որ կախարդների պատճառով, այսինքն իրենք ավելի վտանգավոր են, քան դևերը, որտեղ դևերը Աստծուն չեն ընդունում, հակառակն են գործում, բայց սրանք ասում են, որ իրենք Աստծուն հավատում են, բայց Աստծուն հակառակ գործեր են անում։ Դրա համար այսպես մարդկանց գործելաոճը սատանայի իշխանության ներքո չարին ծառայելն է, այսինքն դիմացի մարդուն չարություն անել եւ չարություն պատճառել։ Հովան Մանդակունի հայրապետի խոսքն ասում է, նրանք չեն կարող գուշակել ապագան, որովհետև իրենք արարածն են, ոչ թե արարիչ։ Միայն արարչին է հատուկ ապագան ցույց տալ, տեսնել, եւ եթե իրենք այդ ամեն անում են, խաբում են մարդկանց մոլորության մեջ պահելու համար։ Եվ դրա համար շատ հաճախ մարդիկ թողնում են ճշմարտությունը, գնում են կեղծիքի հետևից, կեղծիքի միջոցով փորձելով իրենց երկավոր կյանքը կազմակերպել, փափուկ, խաղաղ, հանգիստ կյանք ունենալ։ Բայց քանի դու արդեն գնում ես, մտնում ես իր իշխանության տակ, ուրեմն ինքը քեզ թույլ չի տալ, որ դու խաղաղ ապրես։ Դրա համար շատ հաճախ մարդիկ իրենց նույնիսկ անկարողությունից դրդված փորձում են մարդկանց այդ միջոցով վատություն անել, թուղթուգիր անելով։